Բարև Ռեգիոնալ և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրադարձությունների մասին այս արագընթաց տեղեկատվական հոսքերի մեջ տեղավորվեց և հասարակության ուշադրությունը գրավեց վերջին օրերին մայրաքաղաքի թաղապետարաններից մեկում տեղի ունեցած միջադեպը։ Խոսքը նոր-նորք վարչական շրջանի մասին է, այստեղ ինչպես գիտեք միջադեպ էր տեղի ունեցել ծեծկռտուք, դրա առթիվ կա հարուցված քրեական գործ, այսօր անդրադարձ եղավ նաև քաղաքապետարանի գործակարգավարական հանձնաժողովում, քաղաքապետը հայտարարեց, որ բռնության ցանկացած տեսական ընդունելի է իրանց համար, եւ թաղապետը հայտարարեց, որ ցավում է տեղի ունեցածի համար, որ չպետք է տրվեր սադրանքների եւ հայցեց հասարակության ներողամտությունը։ Սրան զուգահեռ հասարակության, ավելի ճիշտ ոչ թե հասարակության, այլ ընդդիմադիր երկու թևերի մեջ շարունակվում է արծարծվել, քննարկվել փոխադարձ կսմիտներով քննարկվել այսպես կոչված իմպիչմենտի թեման հրապարակային մակարդակում ելույթների եւ ոչ թե երկխոսության մակարդակում շարունակվում է հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահների հակադրությունը, իսկ առջևում մայիսի 9-ն է եւ հանրապետության վարչապետի Մոսկվա մեկնել չմեկնելու հարցը։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ, բարև ձեզ, Տիկին Ադամյան, ես կարծես թե նախանշեցի հարցերի այն շրջանակը, որի շուրջ պատրաստվում ենք այս հետ զրուցել առաջիկա 30 րոպեների ընթացքում, չնայած նոր-նորքի մասին, այդ միջադեպի մասին շատ է խոսվել, այդուամենայնիվ այսօր էլ անդրադարձ եղավ քաղաքապետարանում, մի քանի հարցով անդրադառնանք։ Կարծում եք, սա ի սկզբանե քաղաքական ենթատեքստ ուներ, թե քաղաքականացվեց հետո գուցե անհարկի, թե ոչ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք ինքներդ նշեցիք, որ հարուցված է քրեական գործ, եւ քրեական գործի շրջանակներում կարծում եմ հերթական անգամ միջադեպին անդրադառնալը մաղմ ասած անիմաստ է։ Բոլորի համար ակնհայտ է, համենայն դեպս նրանց համար, ովքեր բաց աչքեր ունեն եւ ուզում են տեսնել իրականությունը, ակնհայտ է, որ դա սադրանք է, եւ ակնհայտ է նաեւ սադրանքի ոչ միայն հասցեատերը, այլև ուղղորդողը։ Դա սադրանքների պարբերական, սադրանքների շարունակական, հերթական օղակներ, որը ուղղորդվում է ոչ թե կոնկրետ անձի դեմ, այլ ուղղորդվում է պետականության դեմ, ուղղորդվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ, ուղղորդվում է Մոսկվայից, ուղղորդվում է հիբրիդային այն պատերազմի շրջանակներում, որոնցից մեկն էլ ձեր նշած մյուս հարցերն էին տեղավորվում հենց այդ հիբրիդային պատերազմի շրջանակներում։ Ես կարծում եմ, որ նման սադրանքների առաջին զոհը մենք չենք, ցավոք նաև կարող է վերջին զոհը մենք չլինենք, որովհետև այդ սադրանքները շարունակվելու են ճիշտ նույն նպատակով։ Եվ օգտվելով առիթից ես էլ ուզում եմ ասել, որ դա իսկապես չափազանց տհաճ միջադեպ էր եւ ինչպես նոր-նորքի թաղապետը, ինչպես Հանրապետության նախագահ Արամ Սարգսյանը, ես էլ ուզում եմ իմ ներողամտությունը հայցել բոլոր այն քաղաքացիներից, որոնք միջադեպը հարուցողի նախաձեռնությամբ ուղիղ եթերում ականատես են եղել նույն այդ միջադեպին։ Մի փոքր կբացեք ձեր ասած ուղղորդող ինչ նպատակով։ Բոլորովին վերջերս շատ լայն քննարկման թեմա էր այն իրողությունը, որը ռուսական Վեդմիսի թերթն էր հրապարակել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել Հայաստանի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավարի փոփոխություն։ Դմիտրի Կոզակին փոխարինել է Սերգեյ Կիրիենկոն։ Եվ բավականին լայն քննարկման արդյունքում ամենայն դեպս ես կարծում եմ, որ հանրությունը կողմնորոշվեց առ այն, թե ինչու Կոզակը փոխարինվեց Կիրիենկոյով։ Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Կոզակը չկարողացավ հասնել այն հարցերի լուծմանը, որոնք իր առջև դրված էին 20-20-ի պատերազմից հետո։ Այն է Հայաստանի Հանրապետությունում հեղաշրջում։ Հիշենք հոգևորականների, աշխարհի քաղաքական գործիչների, հիշենք խորհրդարանում սկսված գործընթացների լայն, երկար եւ բավականին անարդյունավետ շղթան։ Ակնհայտ է, չէ՞, որ Մոսկվայում էլ Կրեմլում էլ այդ հարցը պիտի ծագեր։ Ինչու հաջողության չեն հասնում։
Գուցե պետք է ղեկավարին փոխել։ Փոխվեց ղեկավարը, եկավ։ Եվ դրա համար պետք է միջադեպ կազմակերպել։ Եկավ Սերգեյ Կիրիենկոն, որը եղել է Ռուսաստանի Դաշնության վարչապետերից մեկը, որը շոկային թերապիայի լավ մասնագետ է, եթե հիշենք այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության տարավ դեֆոլտի տնտեսության առողջացման համար։ Գիտեք, ես ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ, եթե դուք ասում եք միջադեպի կազմակերպիչ պիտի դառնալ, միջադեպ այդպես չի կազմակերպվում։ Վստահաբար ոչ Ռուսաստանի Դաշնության նախագահը, ոչ էլ Կիրիենկոն հեռախոսը չեն վերցնում, չեն զանգահարում որևէ բլոգերի կամ որևէ քաղաքական, հասարակական գործչի ակտիվիստի ու ասում ուրեմն այսպես գնում ես, այս ինչ փողոցում մի շենք կա, մտնում ես այդ շենքը, այնտեղ այս մարդու նկարներն ես կպցնում, վրան յոգուրտ ես լցնում, հետո տեսարան ես սարքում։ Վստահաբար դուք էլ գիտեք, որ այդ մեխանիզմը այդպես չի գործում, միջեցվում է հրահանգ։ Հրահանգը տեղում արդեն տեղայնացվում է։ Դա է ամբողջ մեխանիզմը։ Մեխանիզմի մյուս մանրամասները կարծում եմ ես չի որ պիտի բացատրեմ, որովհետև բնականաբար այդ սադրանքների մեջ մենք չենք իբրև կազմակերպիչ ընդգրկված, մենք ընդգրկված ենք իբրև Հայաստանի Հանրապետության այն քաղաքական ուժը, որի զորու է այդ սադրանքները խափանել, իզորու է խափանել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ընտրությունների միջոցով հասնել այն ելքին, որ չհասան այս անցած տարիներին, այն է իշխանափոխության։ Ամբողջ պատճառը, ամբողջ իմաստը, ամբողջ նպատակը հենց դա է։ Հիմա կարծում եք քաղաքապետարանում այս ելույթներից հետո հարցը քաղաքական առումով, իրավական իհարկե թողնում ենք մի կողմ, քաղաքական առումով հարցը սպառված է, թե խմորը դեռ շատ ջուր կքաշի։ Այսինքն այդուամենայնիվ հնարավոր է թաղապետի փոփոխություն կամ հրաժարական կամ պաշտոնանկություն, դա ինչ հետևանքներ կբերի քաղաքային մակարդակում, քաղաքական ինչ հետևանքների կարող է բերել, կոալիցիան կմնա, կփլուզվի։ Արամ Սարգսյանը լավագույնս տվել է ձեր հարցի պատասխանը իր ստատուսով, կարծում եմ դրանից հետո քննարկումների դաշտ պետք չի մտնել, առավել ևս այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հնչած տեսակետներից հետո։ Եկեք փակենք այս թեման եւ թողնենք զարգացումները ոչ թե բերենք լրատվական դաշտ բարբերաբար արծարծելով, այլ թողնենք իրենց բնական հունուն զարգանան։ Հասկանալի է, այն որ Արամ Սարգսյանը այդ հարցի պատասխան տվել է իր ստատուսով, հայտնի է, որ եթե նույնիսկ հրաժարվեն պաշտոններից, այսինքն ձեր կուսակցության անդամները եթե հրաժարվեն ունեցած պաշտոններից, դա չի նշանակի կոալիցիայի փլուզում, հույս չունենաք, մոտավորապես այսպես էր ասել։ Բայց մամուլում նաև տեղեկություններ կան, թե չնայած կառավարող կուսակցությունը հիմա կարծես թե լուռ է եւ ֆրակցիան չի խոսել եւ վարչությունը եւ այլն հարցը կարծես թե թողնվել է քաղաքապետի լուծելի խնդիր որպես, բայց մամուլում այս կարգի վերլուծություններ չասեմ, բայց կռահումներ կամ կանխատեսումներ, որ այնտեղ էլ անհանգիստ են, որ այսպես չի լինի, դա իրենց իմիջին էլ է վնասում եւ չի բացառում, որ եթե հանրապետություն կուսակցությունը գոնե չփոխի իր կվոտայով, ասենք այսպես թաղապետ դարձածին, կարող է իրենք այդ հարցը բարձրացնեն եւ իրենք առաջացնեն, ասենք այդ կոալիցիան խզելու հարց։ Գիտեք, ես վաղուց ամտի, եթե ապա ինչու ինչպես, ինչ-որ մեկը երբևէ ում նման կարգի հարցերին չեմ պատասխանում սկզբունքորեն։ Բայց եթե դուք նման հարց եք բարձրացնում, եկեք ձեր հեռուստաեթերից քննարկենք այն հարցը, թե ինչու Հայաստանի Հանրապետության ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը։ Եվ ինչու տարբեր բլոգերներ, հասարակական ակտիվիստներ կարող են ներխուժել նրանց անձնական կյանք, վիրավորել նրանց, հասցնել նման իրավիճակների։ Ինչու ոստիկանությունը համապատասխան գործողություններ ժամանակին չի ձեռնարկում։ Ինչու իշխանությունը իր կոռուպցիոն, վերահսկողական բոլոր այդ մեխանիզմներով նույն այդ պետական ծառայողին դնում է այն վիճակում, որ նա գործնականում չի կարողանում աշխատանքի մեջ դասավորել իր բոլոր հնարավորությունները, հանդես բերել նախաձեռնողականություն, հարցի լուծման տարբերակներ առաջարկել, լավ զգալ, որ ինքը աշխատում է ու ինքը իր հայրենիքին դրանով օգուտ է տալիս։ Թե օրենսդրության մակարդակով, թե պետական կառավարման տրամաբանությունից ելնելով, այսօր
պետական ծառայող ամենախոցելի անձն է։ Եկեք նրան դարձնենք ոչ թե ամենախոցելի անձ, այլ ամենապաշտպանված անձ, եւ թույլ տանք, որ նա որոշումներ կայացնի ու կարողանա իր որոշումները տեղ հասցնել։ Որ ցանկացած փողոցային միջադեպով նրան չանվանարկեն, նրան չսադրեն, նրան չմղեն հապկա իրավական գործողությունների ու հետո մինչև կյանքի վերջ արդարանալու կներեք էլ չեմ անի տարբերակով։ Մենք ոչ թե պետք է այն որևէ պետական ծառայողի մղենք, այլ կներեք այլ չեմ անիին, այլ պիտի ստեղծենք այն պայմանները, որ չլինեն նման միջադեպեր։ Արդյոք պետությունը իր տեղում է այս առումով։ Եկեք հասկանանք, Հայաստանի Հանրապետությունում ովքեր են այդ հասարակական ակտիվիստները իրավականորեն սահմանված նիշա ունեն։ Ես խնդրում եմ ձեզ, փորձեք մի պահ պատկերացնել, որ հասարակական որևէ ակտիվիստ Ռուսաստանի Դաշնությունում մտնում է բացարձակապես չվերանորոգված կամ հանձնման ակտ չունեցող դեռ տույժեր վճարող, որովհետև շինարարությունը չի ավարտել, մի կառույց, որը ընդհանրապես չի ենթարկվում թաղապետարանին որևէ առումով, որը վերաբերվում է քաղաքապետարանին։ Թաղապետին հանձնվելուց հետո միայն թաղապետը այդտեղ կարող է ինչ-որ որոշումներ ընդունել։ Բայց այս մանրամասները դեռ մի կողմ։ Դուք պատկերացնում եք Ռուսաստանի Դաշնությունում որևէ մեկը կարողանար իբրև հասարակական ակտիվիստ նման ակցիա իրականացնել։ Քանի րոպե հետո նրան կտանեին ոստիկանություն, քանի րոպե հետո որոշում կկայացվեր, որ նա ինոագենտ է, եւ քանի րոպե հետո կլրացվեր։ Այս հարցերին էլ պատասխանեք, հա, կամ մատում են Եվրոպայի հետ, իսկ Եվրոպայում այդ բոլոր հարցերը կանոնակարգված են։ Ոչ թե եվրոպական արժեքների դեմ ենք գնում, այսպես եվրոպական արժեքներ դավանելով, չգիտեմ ինչեր եք անում։ Բացեք ձեր աչքերը։ Բացեք ձեր աչքերը, մենք հենց եվրոպական արժեքներ ենք փորձում բերել այս քաղաքը ու այս պետությունը։ Մեր երկիրը եվրոպական արժեքներով ծեծը դարձնում է քաղաքական կատեգորիա։ Դա ասում են բոլոր նրանք, ովքեր եվրոպական արժեքները ընկալել են իբրև ամենաթողություն, անտերություն։ Այն նրանց համար ձեր ասածը 100%-անոց ճշմարտություն է, բայց Եվրոպայում ամենաուժեղը գործում է օրենքը։ Դա ես չեմ ասում, ես ձեր դիմախոսների ասածն եմ մեջ բերում։ Ես էլ հենց դա եմ ասում։ Մի հարցել եւ ավարտենք այս թեման, ամփոփենք, անցնենք առաջ։ Ես ճիշտ հասկացա, որ իրավական հարթություն թողնենք մի կողմ, թե ինչ ընթացք եւ ինչ հանգուցալուծում կլինի, ես ճիշտ հասկացա, որ դուք ձեր կուսակցությունը քաղաքական առումով այս հարցը համարում եք փակված, թաղապետը հրաժարականի մտադրություն չունի, դուք էլ փոխելու մտադրություն չունեք։ Ես չեմ կարող քաղաքապետի կողմից որոշել, թե ինքը ինչ մտադրություն ունի, չունի։ Ես ասում եմ, որ մենք արել ենք հայտարարություններ։ Արամ Սարգսյանը ստատուսով պատասխանել է բոլոր մտավախություններին։ Մենք մեր գործը արդեն արել ենք։ Մենք Երևանի ավականիում պաշտոններ ստանձնելու համար չենք գնացել։ Մենք ընտրվել ենք, ստացել ենք ժողովրդի քվեն եւ մեզ առաջարկվել է պատասխանատվություն ստանձնել։ Մենք այդ պատասխանատվությունը ստանձնել ենք։ Եվ եթե անհրաժեշտ լինի, ես կարծում եմ, որ անհրաժեշտ չի լինի։ Մենք կոալիցիա չենք քանդելու։ Մենք բոլոր Կրեմլի վկաներին, բոլոր ռուսահապատակներին չենք տալու այն հնարավորությունը, որ փորձեն հերթական անգամ Երևանից սկսել իրենց ցանկալի երազած ուտոպիկ հեղաշրջումը։ Ինչպես երազում էին դեռ ընտրությունների ժամանակ եւ ինչպես առ այսօր քաղաքապետարանի ավականոնիստները սարքում են դեբոշի մրցավար, այսպես մրցագոք հայտարարելով, որ չկա իշխանություն, քաղաքում անտերություն է, ասեք փրկեք։ Կործանվում է աշխարհը, մի կտորել մեր գլխին ընկավ։ Քաղաքապետարանից բացի որոշակի գործընթացներ է փորձ արվում կենտրոնացնել նաև ազգային ժողովում։ Խոսքն այն մասին է, որ ոչ ազգային ժողովի նախաձեռնությամբ, ոչ պատգամավորների նախաձեռնությամբ իմպիչմենտի գործընթաց է փորձում գեներացվել։ Նամակներով դիմել են, գիտեք, բոլոր պատգամավորներին, պատգամավորները առանձին կարծես թե չեն պատասխանել, Հայաստան խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, նրան էլի ոչ ազգային ժողովի շրջանակներից ծաղրանքով այսպես պատասխանեցին։ Սա ինչի մասին է, մեծ հաշվով սա ինչի մասին է, սա իմպիչմենտի մասին է, թե ընդդիմության երկու թևերի մեջ իրար մեջ հարցեր են պարզում, փոքր թաթարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։
Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հանրապետություն կուսակցության քաղաքորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Մենք Նորքի թաղապետարանից, Նորքի թաղապետարանից եւ քաղաքապետարանից հասանք ազգային ժողով ընդդիմության ընդդիմադիր շրջանակներից այս իմպեչմենտի գործընթացի մասով ինչ դիտարկումներ ունեք։ Ինչ դիտարկում պետք է ունենամ ես կարծում եմ, որ իմ տեսակետը այս պարագայում ոչ թե պետք է լինի Հանրապետություն կուսակցության քաղաքորհրդի անդամի տեսակետ, այլ պետք է լինի միջին վիճակագրականների տեսակետ։ Հոգնել ենք, ձանձրացել ենք ձեր խաղերից։ Կարճ կոնկրետ։ Խաղը ինչի մասին է։ Խաղը այն մասին է։ Իշխանափոխության թե ուրիշ բանի։ Խաղը գիտեք ինչի մասին է։ Խաղը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը իբրև պետություն պետք է դադարի ինքնիշխան լինել։ Խաղը այդ մասին է։ Եվ դա շատ իզուր, ապարդյուն, ինչ ասեմ, 1000 անգամ փորձարկված եւ 1000 անգամ ոչ ստացած խաղ է։ Ուղղակի հասարակության ուշադրությունը նման գործընթացներով իրենց վրա հրավիրելը մեկ նպատակ ունի, գիտեք ժողովուրդ, մենք դեռ կանք, մենք դեռ ցեց ենք այս երկրում։ Դա է։ Իսկ Հանրապետության երկրորդ նախագահների հրապարակային այս հակադրությունը ինչի մասին է։ Ես կարծում եմ, որ Հանրապետության երկրորդ, երրորդ նախագահներն էլ փորձում են անդրադառնալ այն թնջուկին, որ դեռ մի քանի ամիս առաջ հարուցել էր իրենց առաջ Նիկոլ Փաշինյանը, հրավիրելով հրապարակային բանավեճի, որին 3 նախագահներն էլ հերթով մերժեցին։ Հրապարակային բանավեճի հրավիրելով նախկին նախագահներին։ 3-ն էլ բարի եղան ճակերտներում եւ մերժեցին։ Բայց հասարակության մեջ այնուամենայնիվ մնում են նստվածքը, որ նրանք ասելիք չունեին։ Հիմա հերթով նախագահները փորձում են հրապարակային ելույթներով հայտարարել իրենց այն ասելիքը, որը իրենց կարծիքով պատասխան պետք է լիներ Նիկոլ Փաշինյանի առաջադրված հարցերի։ Չի բացառվում նաև այն տարբերակը, որ ավելի շատ ոչ թե չի բացառվում, այլ հանրային քննարկման ամենայն դեպս ասպարեզում շատ ավելի երկրորդ ու երրորդ նախագահների պատերազմն է ալիքներ տալիս, քան երկուսի պատերազմ գործող վարչապետի դեմ։ Ես հենց դա պիտի ասեի, դուք օրինակ բերեցիք, այսինքն բխեցրեցիք նրանից, որ վարչապետը հրավիրել էր բանավեճի 3 նախագահներին, հիմա այս երկուսը բանավիճում են ոչ միայն եւ ոչ այնքան վարչապետի, այլև միմյանց դեմ։ Նրանք լուծում են երկակի խնդիր, առաջինը արդարանում են ժողովրդի առաջ, ժողովրդին փորձում են համոզել, որ իրենք լիքը ասելիք ունեն, այնպես չի, որ իրենք ասելիք չունեն, եւ իրենք միանշանակ բոլոր ժամանակների, բոլոր ժողովուրդների համար ճիշտ են, որտեղ դա իրենք են։ Ընթացս էլ փորձում են միմյանց հետ հարաբերությունները բարձել։ Ակնհայտորեն այստեղ խնդիրը մեկն է, ով է ընդդիմության առաջին դեմքը, ով է թիվ 1-ը, ով է, այսպես ասած, Հայաստանի Հանրապետության փրկիչը, ում են Մոսկվայից գերապատվություն տալիս։ Սիրեք ինձ, դարձյալ նույն կարգախոսն է, սիրեք ինձ, ես դեռ կամ։ Այսինքն երկուսի օրակարգում էլ կա իշխանափոխությունը եւ միջոցների ժամանակի հետ է կապված տարաձայնությունները ընտրություններով թե առանց ընտրությունների, մինչեւ ընտրությունները, արտահերտ ինչ-որ զարգացումներով, այս հարցերի շուրջ է տարաձայնությունը, թե դա էլ Ինչու ոչ։ Բոլորի նպատակն է 2026-ի ընտրությունները։ Բոլորի նպատակն է։ Եվ ես այստեղ ուզում եմ արձանագրել նաեւ մեկ այլ փաստ։ Տեսեք, այն հանգամանքը, որ 2026-ի ընտրություններից այսքան շուտ, մեկ տարուց ավել, Հայաստանի Հանրապետությունում Կրեմլի ձեռքով ֆալստարտ է տրվում, դե ֆակտո ֆալստարտ, եւ ասպարեզ են բերվում այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք այդ ընտրություններին մասնակցություն են ունենալու, եւ բերվում են սադրանքներով, բերվում են նրանց վարկաբեկելու, նրանց ասպարեզից հեռացնելու ենթատեքստով։ Ում է դա ձեռնտու։ Եկեք պատասխանենք հռոմեական իրավունքի հանրահայտ հարցին, ում է դա ձեռնտու։ Կարծում եմ ակնհայտ է պատասխանը։ Շատ հստակ հրահանգ է իջեցվել Մոսկվայից, քաղաքական դաշտում թողնել 2 ուժ, քաղաքացիական պայմանագիրը եւ այսպես ասած հավաքական ընդդիմությունը իդեմս Ռոբերտ Քոչարյանի, նշանակել Ռոբերտ Քոչարյանին թիվ 1 ու բոլոր ուժերին հեռացնել ասպարեզից։ Եվ նախագահ համաձայն չի դրա հետ։ Եվ բոլոր մնացած ուժերին հեռացնել ասպարեզից։ Սա ֆալստարտ է։
բայց ստարտ, որը քաղաքական դաշտի հերթական այլասերման, քաղաքական դաշտի վարկաբեկման, քաղաքական դաշտը վերադասավորելու, Կրեմլին հարմար շերտեր ստեղծելու նպատակ ունի։ Հարցնում եք Կիրիենկոին ինչու են նշանակել։ Կիրիենկոին նշանակել են հենց դրա համար։ Բավականին ժամանակ կա, որ երկրորդն ու երրորդը իրար հետ պարզեն հարաբերությունները, հետո նաև գուցե գնան առաջինի հետ հարաբերությունները պարզեն, ու այս ամբողջ ընթացքում մեզ հրամցվելու են տեսարաններ, բայց մեզ չի ներկայացվելու գլխավորը, հացը։ Ես կարծում եմ, որ հաց տվողը այս պարագայում լինելու է հենց արևմտամետ ուժը, որովհետև արևմտամետ ուժն է այս ամբողջ ընթացքում դրել եւ պահանջել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանություն, Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգություն, Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական անվտանգություն, դրել ու պահանջել է այնքան, դրել ու մեխանիզմներ, սցենարները ներկայացրել այնքան, որ արդեն ուղիղ թիրախ է դառնում։ Ինչի մասին է խոսքը։ Տեսեք, դուք ասում եք հստակ հրահանգ կա, որ քաղաքական դաշտում այսպես փյուրեղացում լինի եւ մնա երկու ուժ՝ կառավարող կուսակցությունը հիմիկվա, քաղաքական պայմանագիրը եւ մեկ ընդհանուր ընդդիմություն իր դեմքով, ասում եք դա Ռոբերտ Քոչարյանի։ Այս պարագայում ընդդիմադիր դաշտում կարծես թե ավելի շատ երկխոսության նոտաներ պիտի լինեին, քան թե հակադրության։ Թե այլ խորքեր ու շերտեր կան, մասնավորապես ասենք Գյումրիի մոդելի հանրապետականացումը։ Վերեք Գյումրիի մոդելը ես չեմ ուզում ֆետիշացնել, ես կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու ընտրությունների արդյունքները քաղաքական համապետական ընտրությունների հետ պետք չէ։ Բայց քաղաքական համատեքստ տրվում էր։ Բայց դուք միանշանակ ճիշտ եք, որովհետև այն ինչ հաջողվեց անել Գյումրիում, փորձ կարվի անել Երևանում, ինչու ոչ։ Դուք միանշանակ այս հարցում ճիշտ եք։ Փորձ է արվելու դա կրկնել Երևանում։ Փորձ է արվելու, բայց չի ստացվելու։ Զատված, հատված եւ սակայն մի Կա Դոնթի բանաձև, կա Դոնթի բանաձև, ինչու ոչ։ Կա Դոնթի բանաձև, որը իշխանության կբերի եւ խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանին կմիավորի այդ բոլոր մնացած ուժերին ու հանկարծ կստացվի, որ քաղաքացիական պայմանագիրը դառնում է փոքրամասնություն։ Դա իդեալ ֆիքս է, վստահեցնում եմ ձեզ, իդեալ ֆիքս։ Երեք, ձեզ անշուշտ քաջահայտնի են ֆանտոմյան ցավերը։ Ամենայն դեպս հիշեցնում, որ ֆանտոմյան ցավերը այն ցավերն են, որոնք հնարավոր չի որ լինեն, բայց իրենք գոյություն ունենան։ Օրինակ, ցավա մարդու կտրված ձեռքը կամ կտրված ոտքը, ոտքը չկա, բայց ցավը կա, որտեղ ցավը ֆիքսված է ուղեղում։ Այդ իշխանության կորուստը, իշխանություն վերադառնալը, Մոսկվային Հայաստան բերելը, Հայաստանը Մոսկվայի հերթական նահանգ դարձնելը, ֆանտոմյան ցավեր են։ Հարգարժան ընդդիմության ֆանտոմյան ցավերն են, որոնք որևէ կերպ չեն կենսագործվելու։ Արժևում մայիսինն է եւ ելի քննարկվում է հանրապետության վարչապետի մեկնել չմեկնելու հարցը։ Հիմա կռահում եմ, որ եթե ասեմ ձեր կարծիքով մեկնելը ճիշտ է թե ոչ, պիտի ասեք իհարկե ոչ, թե այդպես չի։ Դուք ճիշտ եք կռահում, եւ ես ունեմ դրա հիմնավորումները ավելին։ Ես ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ոչ թե ապարան գնար, այլ Նիկոլ Փաշինյանը պետք է Վատիկան գնար։ Եթե հիշում եք Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության օրը Վատիկանում հավաքվել էին աշխարհի աշխարհաքաղաքական էլիտան եւ Վատիկանում շատ կարևոր հարցեր էին լուծվում։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը այնտեղ լուծելու հարցեր չուներ։ Ելնենք այն հանգամանքից, որ Վատիկանը ոչ միայն կաթոլիկ աշխարհի կենտրոնն է, Վատիկանը պետություն է, պետություն։ Եվ պետության ղեկավարի ներկայությունն այնտեղ պարտադիր էր։ Համենայն դեպս, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ, Ֆրանսիայի նախագահի հետ, այլ պետությունների ղեկավարների հետ լուծելիք հարցերը, նույնիսկ եթե ես կարծում եմ, որ այնտեղ պետք է լիներ հանդիպում, հարցերը դնենք մի կողմ, արդյոք մենք Վատիկանի հետ հիմա հարցեր չունենք։ Գիտեք, Ֆրանցիսկոս Պապը հրաշալի պապ էր, համենայնպես Ֆրանցիսկոսը այն պապն էր, որ եկել էր Հայաստան։ Հիշում եք նրան Խորվիրապի վանական համալիրում։ Ես դա հիշում եմ, բայց հիշում եմ նաև Վատիկանում։ Այ հենց դա եմ ես ուզում ասել, հենց դա, որ դուք ինձ փորձում եք կանխել։ Տեսեք, նման հայամետ քաղաքականություն վարած Պապի օրոք հանկարծ Վատիկանը դառնում է Ադրբեջանի, այսպես ասած, ինչ ասեմ, կցորդը։
Ադրբեջանը այնքան գումարներ է ներդնում, որ Վատիկանում հրավիրվում է համաժողով, հրավիրվում է գիտաժողով, որտեղ սկսում են քննարկել հայկական պատմական մշակույթի օջախները, մշակույթի հուշարձանները աղվանական ծագում ունենալու, չունի ադրբեջանական ծագում ունենալու հարցերը։ Հռոմի Պապը օրհնեց, կոչ արեց խաղաղության պայմանագիրը շուտ ստորագրելու մասին եւ գնաց լքեց այս աշխարհը, բայց իմ հարցը ավելի Մոսկվայի մասին էր։ Շատ լավ, ես ուզում եմ ասել, որ սա հետևողական քաղաքականություն է։ Այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանը հիմա պիտի Մոսկվա գնա թե չգնա, ինչու Նիկոլ Փաշինյանը Վատիկան չգնաց շարքից է։ Շատ լավ, պարոն Կիրակոսյան ջան, կարող եք ինձ ասել Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է գնալու ինչ հարց լուծելու։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է գնալու հայրենական պատերազմի ցունամիակի նվիրված շքերթին մասնակցելու։ Եթե մենք անընդհատ շարունակաբար հատկապես դուք Եվրոպամետ ուժերը հայտարարում են, որ Մոսկվան այսպիսի բաներ է նախաձեռնում, հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ եւ այլն, չեք գնալը այդ հիբրիդային պատերազմը կսաստկացնի, թե չի սաստկացնի։ Վստահաբար Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահը շատ հնարավորություններ ունեն այդ հարցերը քննարկելու։ Եվ ես մայիսի 9-ը Ռուսաստանի նախագահի համար սկզբունքային Մայիսի 9-ը Ռուսաստանի Դաշնության նախագահի համար որքան էլ որ սկզբունքային լինի, համենայն դեպս ես չեմ կարծում, որ մայիսի 9-ին նա թողնելու է Սի Ջինպինին, եթե գնա ամեն դեպքում արձանագրվում է, չէ, որ ամեն դեպքում ասել է, որ գնացել, ովքեր չեն գնացել։ Շատ հրաշալի է, բայց եկեք նաև հասկանանք այն հանգամանքը։ Իսկ մենք հայրենական պատերազմում ինչ ներդրում ենք ունեցել։ Մենք, հայերս, 300,000 զոհ տված հայերս, ինչ ներդրում ենք ունեցել եւ ինչի ենք արժանացել հայրենական պատերազմից հետո։ Եկեք հիշենք, հա, եկեք հիշենք 46 թվականի մեծ հայրենադարձությունը եւ 49 թվականին հայրենադարձների Սիբիրում հայտնվելը։ Եկեք հիշենք նաեւ արդյոք Արևելյան Եվրոպան, ֆաշիզմից ազատագրված Արևելյան Եվրոպան չհայտնվեց նույն կերպափոխված, դիմափոխված ֆաշիզմի ազդեցության տակ։ Եկեք հիշենք Ուինստոն Չերչիլի խոսքերը 46 թվականին։ Այսօրվա հակաֆաշիստները դառնալու են վաղվա ֆաշիստները։ Վերջապես եկեք հիշենք, ինչու Ռուսաստանի Դաշնությունը առ այսօր հազարավոր ֆիլմեր է նկարանում, ներկայացումներ է բեմադրում, առ այսօր անվերջ ու անվերջ այդ դրոշը բարձրացնում է Ռաստագի վրա, անվերջ հաղթում է, ում է հաղթում։ Ում է հաղթում։ Արդյոք չկա Ռուսաստանի Դաշնության միջին վիճակագրական ռուսի մեջ այն զգացողությունը, որ ինքը չի հաղթել։ Գիտեք ինչու։ Որովհետև շատ պարզ Միջին վիճակագրական ռուսը իրավունք ունի մտածելու, ես հաղթել եմ։ Ես այսքան զոհեր եմ տվել, 20 միլիոնից ավելի զոհ եմ տվել, ես հաղթել եմ։ Լավ, ինչու եմ ես ավելի վատ ապրում, քան այդ գերմանացին, ում ես հաղթել եմ։ Պարզ հարց։ Եվ արդյոք ռուսական այդ քարոզչությունը չի փորձում պատասխանել հենց այդ հարցին։ Դու պիտի անվերջ հաղթես, անվերջ պիտի պատերազմես, քո առաքելությունը փրկությունն է։ Ընդ որում փրկությունը նրանց, որոնք բնավ փրկվելու կարիք չեն զգում, ամենայն դեպս Արևելյան Եվրոպան այդ հարցին հստակ պատասխանեց Վարշավայի պակտի անկումով, որ ինքը փրկվելու կարիք չունի, ինքը ուզում է ինքնուրույն ինքնիշխան պետություն լինել, բայց ռուսը պիտի վատ ապրի։ Այդ դա է խորքերը, բայց հարցը ավելի շատ այսօրվա համատեքստում էր, հարցը այսօրվա հարաբերությունների համատեքստում էր։ Ասեք, եթե ավելացնելու բան ունեք։ Հարցը այսօրվա համատեքստում շատ շնորհակալ եմ, որ հիշեցրիք։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ Մոսկվա եւ այնպեսի հարցեր լուծել Հայաստանի Հանրապետության համար, որը միանշանակ նշանակելու է հիբրիդային պատերազմի դադարեցում։ Եթե այդպեսին ես չասեցի դադարեցում, միգուցե որպեսզի չսաստկանա նոր սրացումներ չառաջանան վերջում մայիսի 9-ը սկզբունքային նշանակություն ունի, բայց հասկանալի է ձեր ասածը, եւ քանի որ ժամանակը սպառվել է, 1-2 հարցով էլ ուզում եմ Ադրբեջանի հնարավոր կամ անհնար մասնակցության անդրադառնալ, այստեղ ինչ է կատարվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում, падգամավորի, գիտեք, հետ կապված միջադեպը, նույն, չգիտեմ, Նաթանյահուի չհասնելը Բաքու։ Դուք շատ հետաքրքիր շերտ բացեցիք, շատ հետաքրքիր շերտ բացեցիք։ Ափսոս, որ այդքան շատ չի ժամանակը, բայց ամեն դեպքում։ Դե ձեզ ավելի շատ հետաքրքրում է Երևանի նոր ներքև վարչական շրջանը։
Երեք դուք աշխարհաքաղաքական շատ կարևոր շարք բացեցիք, որովհետև այս ընթացքում մենք ականատեսել ենք շատ հետաքրքիր միջադեպի։ Տեսեք, Նետանյահուն պետք է գնար Բաքու հնգօրյա այցը լայնորեն գովազդված էր, չգիտեմ, աշխարհաքաղաքական այնպիսի հարցեր պետք է լուծվեին, ու մեկ էլ հանկարծ Թուրքիան հայտարարում է, որ երթային տարածքը չի բացում Նետանյահուի ինքնաթիռի համար, Նետանյահուն պարզապես որևէ ելք չունի այնտեղ հասնելու, նույնիսկ եթե Բալկանների վրայով թռչի, Սև ծովի վրա նրա թռիչքը անվտանգությունը արգելում է Սև ծովի վրայով թռչել, այդ բոլոր մանրամասների մեջ չեմ ուզում խորանալ, որովհետև դա թանկ եթերային րոպեներ կտանի։ Արդյունքում ստացվում է, որ այն խնդիրները, որոնք պետք է Բաքվում, համայն այսպես աշխարհի Նապոլեոն Իլհամ Հեյդարովիչը լուծել, չի կարողանում լուծել, որովհետև որևէ մեկի համար գաղտնիք չի, այդ մասին բազում տեսա վիդեոներ կան YouTube-ում, որ պետք է գնար այնտեղ ոչ միայն Նետանյահուն, այնտեղ պետք է գար նաև Էրդողանը եւ պետք է վերջապես Էրդողան, այո, օթային ճանապարհը։ Բայց այնտեղ պետք է հանդիպեին ու պետք է Սիրիայի հարցում համաձայնության գային, պետք է ընդհանրապես Պաղեստինի հարցում համաձայնության գային, բայց հանկարծ այդ նույն Էրդողանը ոչ միայն չի գնում Բաքու իր կրծեր եղբոր մոտ, այլև փակում է Նետանյահուի ճանապարհը։ Շատ վիդեոներ կան նաև այն մասին, որ պետք է այդ ժամանակ Բաքվում կայանար Իսրայել-Իրան հանդիպում, Իսրայել-Իրան հարցերի քննարկում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրան համաձայնությունների, քննարկումների, բանակցությունների եւ անկարծ դա էլ չի կայանում։ Տեսեք, այստեղ ստացվում է մի պատկեր, որ որքան էլ Իլհամ Ալիևը փորձում է տարածաշրջանային մակարդակով, աշխարհաքաղաքական մակարդակով ներկայանալ համաշխարհային գերկարևորագույն հարցերի լուծման միջնորդ, խլելով այդ դերը Էրդողանից, նրան տապալում են։ Նրան տապալում է առաջինը Էրդողանը ինքը, որովհետև ամենայն հավանականությամբ ինքը չի ուզում, որ այդ դերը իրենից վերցնեն, բայց ամենակարևորը տապալում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսինքն Տապալումը առանց Միացյալ Նահանգների չէր լինի։ Միանշանակ է տապալումը առանց Միացյալ Նահանգների չէր լինի։ Հիշենք նաև այն հանգամանքը, որ ճիշտ այդ օրերին պաշտոնանկվում էր Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, եւ ստացվում է, որ Իլհամ Ալիևին, այսպես ասած, տարածաշրջանային, համաշխարհային եւ այլն մակարդակներով ասեցին տղա ջան, նստիր տեղդ։ Պարզապես տղա ջան, նստիր տեղդ, սպասեք, ասենք ինչ ես անում։ Ես կարծում եմ, որ սա շատ ավելի կարևոր հարց է մեզ համար, շատ ավելի կարևոր հարց է, քան թե բոլոր մյուս ընթացիկ հարցերը, որովհետև գիտեք, եկեք հասկանանք, իսկ արդյոք Հայաստանի Հանրապետությունը անելիք չունի կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան հարաբերություններում, մեր հարևանն է, չէ՞, մենք այստեղ ոչինչ չունենք անելու, մենք ընդհանրապես ոչինչ չունենք անելու Իսրայելի հետ մեր հարաբերությունները դույզնիչ փոխելու համար, ունենք, եւ ես կարծում եմ, որ այս հարցերը պետք է լինեն պարբերաբար հասարակական քննարկման տիրույթում, որովհետև սրանք Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանն են վերաբերվում, ազգային անվտանգությանն են վերաբերվում, սրանք խոշոր հաշվով վերաբերում են միջին վիճակագրական յուրաքանչյուր հայի եւ պետության զարգացմանը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ, կհանդիպենք։